Փարաքար խոշորացված համայնքի Թայիրով գյուղի Խաչատրյան եւ Լեոյի փողոցներում տևական ժամանակ է Վեոլիա ջուր համայնք գործակցությամբ ջրագծերի վերակառուցման աշխատանքներ են ընթանում։ Այստեղ ջրագծերն անցնում էին սեփական տների տարածքներով, ինչը լուրջ խնդիր էր առաջացնում։ Վթարների դեպքում հնարավոր չէր մոտենալ վնասված հատվածներին, իսկ ապօրինի միացումները ընդհանրապես խանգարում էին կանոնավոր ջրամատակարարումը։ Այս ամենի պատճառով էլ ջրի կորուստը, վթարներն ու ցածր ճնշումը Թայիրովի մշտական խնդիրներն էին։ Մինչև այս աշխատանքը չենք կարողանում կառավարել ջրաքանակները, քանի որ թե վթարներ կար տարածքների մեջ, որի մոտեցնող ճանապարհներ չլինելու պատճառով չէինք կարողանում իմանալ կամ վերացնել, թե ապօրինի միացումներ, քանի որ անցնում մարդկանց հենց անմիջապես կանաչ տարածքներով։ Ծրագրի շրջանակում նախատեսվում է փողոցների 58 բաժանորդի համար կառուցել 1300 մետր երկարությամբ 160-ից 200 մմ տրամաչափի ջրագծեր։ Աշխատանքները դեռ ամբողջությամբ չեն ավարտվել, սակայն արդեն իսկ տեսանելի արդյունք կա։ Վարկյանում 10 լիտր ջրակորստի կանխում, նաև համակարգում ճնշման բարձրացում 0.5 մթնոլորտով։ Սա հստակ ցույց է տալիս, որ նախկին տասնամյակների պատմություն ունեցող ջրամատակարարման ցանցում առկային զգալի ջրակորուստներ եւ ապօրինություններ, որոնք այժմ աստիճանաբար վերացվում են։ Բադավոդից միացել ենք ճնշման կարգավորիչ ենք նախատեսել եւ նախատեսում ենք տեղադրել մոտորերից կլինի հոսքաչափ, որպեսզի վերջնականորեն կարողանանք նշված թաղամասը կառավարել, քանի որ այս ջրագիծը սնուցում է մինչև Փարաքարի դպրոցի ետնամաս հատվածը, խոշոր հատվածը ներառում ոնց որ սնուցման հատվածը։ Ճնշումները այս պահի դրությամբ արդեն իսկ համեմատականով անցած ջրագծի հետ, անցած ջրագծով սնուցման հետ 5 մետրով բարձրացել է արդեն ճնշումները ցանցում, այսինքն դա վկայում է, որ ցանցում կար ապօրինություններ, ցանցում կար հոսակորուստներ, որը կարողացանք վերացնել։ Խաչատրյան եւ Լեոյի փողոցների աշխատանքների ավարտից հետո համայնքի հետ արդեն իսկ կա պայմանավորվածություն Փարաքարի դպրոցի հետնամասի տարիների պատմություն ունեցող ջրի խնդիրը եւս լուծելու համար։ Իսկ այս հատվածի նախապատմությունն այն է, որ ջրագիծը կառուցվել է առանց համապատասխան տեխնիկական չափանիշների, պոմպերի եւ բավարար ճնշման ապահովման։ Մեզնից չէ այդ խնդիրը, մենք ջուրը հասցնում ենք բնակչի միացման կետին։ Խնդիրը կամայականորեն ոչ նորմատիվերով, տարածքներով, գետնից 20-30 սանտիմ խորությամբ այդ ամեն ինչը նորմատիվերը չպահպանելու արդյունքում պոմպերի բացակայության պատճառով, որտեղ նշված հատվածում նոր տեղ ունեցող բնակիչը ունի անխափան ջրամատակարարում, քանի որ նա կատարել է մեր պահանջները, իսկ որը հնուց եկած է, իրանք ամառվա ամիսներին ունենում են խնդիր։ Ներկայում միաժամանակ գործում են հին եւ նոր ջրագծերը, բաժանորդներն աստիճանաբար տեղափոխվում են նոր համակարգի վրա, եւ միայն այն ժամանակ, երբ բոլորը կունենան կայուն, անխափան եւ որակյալ ջրամատակարարում, հին ջրագիծը վերջնականապես կխցափակվի։ Ծրագրի իրականացումը տեխնիկապես բարդ է, քանի որ կատարվում է գոտիավորում, կիրառվում են հատուկ սարքավորումներ հին ջրագծերի ճշգրիտ տեղորոշման համար։ Շեշտը դրված է, որ ամբողջական ջրագծերը փոխարինվի, որովհետև երբ որ մի փողոց էլ է մնում այդ քայքայված վիճակը, այդ մի փողոցի ճնշում չլինելու պատճառով ամբողջ համակարգը խառնվում է, որովհետև բնակիչները ջուր չունենալուց իրանք ապօրինաբար առանց մեզ հարցնելու փակում են փականները, կարող է մի փողոցի ջուր ունենալու համար ամբողջ թաղամասը առանց հասկանալու ջրազրկեն ու մենք ունենանք խնդիր, որը անցած տարի եղել էր։ Բնակիչները փակել էին, մի 3 օր մենք տանջվել ենք գիշեր-ցերեկ, որ կարողանանք Փարաքարի դպրոցի ետնամասի բնակիչներին ամեն ինչ արեցինք, որ աշխատանքները հրատապ կազմակերպենք։ Վեոլիա ջրի նպատակն է այս բոլոր աշխատանքների արդյունքում խնայված ջրաքանակն ուղղել այն հատվածներին, որտեղ ջրի խնդիր կա։ Թայիրովում արդեն իսկ նախկինում ջրի խնդիր ունեցող փողոցներն ունեն կանոնավոր ջրամատակարարում։ Ցանցը ամբողջությամբ կահավորվելու է լոգերներով, հոսքաչափերով, որ մեր դիսպեչերական սենյակից նստած վթար կլինի, ջրաքանակի ավելացում կլինի, անմիջապես ինձ կտեղեկացնեն, բրիգադը կարճ ժամանակահատվածով խումբը կմոտենա ստեղ արդեն վթարը վերացնելու, չգիտեմ, աշխատանքներ կատարելու համար։ Ծրագրի ավարտից հետո Թայիրով համայնքը կունենա 30 տարի ծառայող ջրամատակարարման համակարգ։ Սա լավագույն եւ ցայտուն օրինակն է պետական ու մասնավոր լավագույն գործակցության։ Վեոլիա ջուր ընկերությունը հավատարիմ մնալով վարձակալության պայմանագրի դրույթներին եւ ունենալով պետական աջակցությունը, աստիճանաբար բնակավայր առ բնակավայր, գյուղ առ գյուղ կփորձի լուծել ջրամատակարարման ցանցի տարիների կուտակված լրջագույն խնդիրները։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։